Հարգելիներ, բարև ձեզ, նախորդ լայվս տեխնիկական պատճառներով ընդհատվեց, ուստի նորից եմ անում, քանի որ խոստացել էի Արսեն Ղուկասյանի առողջական վիճակի ու գործի ընթացքի մասին, հանրային հաշվետվողականությունը պահպանել։ Ուրեմն ինչ ունենք, ըստ էության ցուցում տալուց, արգելանքի վերցնելուց 10 օր անց, 3 առաջի օրը հնարավորություն ունեցանք ապահովելու կալանավայրից Արսենի տեղափոխումը իր բուժհաստատություն, որտեղ սրտի ստիմուլյատոր սարքն է տեղադրվել, ու այնտեղ բարձելու առողջական որքանով, որ դա հնարավոր էր։ Իհարկե, մեր համար մի քիչ տարօրինակ էր այն սահմանափակումները, որոնք քրեակատարողական ծառայության կողմից, այսինքն բուժծառայության կողմից դրվել էին բուժհաստատության վրա, այսինքն մենք միջնորդել էինք, որ ոչ միայն ստուգվի սրտի սարքի աշխատանքի լինելը, այլ նաև առողջական ընդհանուր վիճակը, բայց միայն սարքը ստուգվեց, սարքի ստուգման արդյունքներով արձանագրեցինք, որ միջադեպի օրը, սեպտեմբերի 29-ին, ըստ էության սրտի սարքը կանխել է մեկ էական առիթմիա, և դրանից հետո բարեբախտաբար սարքը նորմալ աշխատում է, բայց սա դեռևս առողջական վիճակի մասին միայն լավ տեղեկություններն էին, մնացած իմաստով արդեն որերորդ անգամ տեղում փորձեցինք արդեն փորձաքննության շրջանակներում հասկանալ ոնց է ճնշումը, ինչ դինամիկա կա և այլն, ու արդեն այս անգամ ամենաբարձր ճնշումը արձանագրվեց 150-110, ինչը էլի մեր համար բավական մտահոգիչ է, արդեն որերորդ անգամ այս վարույթի ընթացքում անընդհատ արձանագրում ենք սրտի բարձր զարկերակային ճնշում, ինչ-որ հրատապ միջոցներ են ձեռնարկվում այդ ճնշումը իջացնելու ուղղությամբ, բայց այլ համակարգային ստուգման Արսենը չի ենթարկվում բժշկական ստուգման։ Այս մասով։ Ինչը ըստ էության տեղի ունենում, չգիտեմ, հասկանալով գործի զգայունությունը, բոլոր բարոյական այս խնդիրները, որով այս գործը կազմվում է, ըստ էության չհարուցելով գործ, ավելի ճիշտ չասեմ, որևէ տեղեկություն մեզ չտալով այն մասին, թե ինչ է լինելու ոստիկանության կողմից բռնություն կիրառելու դեպքով, ինչ է լինելու ենթադրյալ տուժողների կողմից առերեսումներ չիրականացնելու պայմաններում, մի շարք հարցերի չպարզաբանման պարագայում, ըստ էության որոշում է կայացվել այս փուլում ավարտել մեղադրական եզրակացությամբ ըստ ամենայնի քրեական վարույթը Արսենի մասով և ուղարկել դատարան Արսենի և Աբիջանի։ Ուզում եմ այստեղ հստակ արձանագրել, որ առաջին իսկ օրվանից արգելանքի վերցնելու այդ միջադեպի մասնակից մյուս մասնակիցը կիրառվել է խափանման միջոց ստորագրություն չբացակայելու մասին, Արսենի նկատմամբ կիրառվել է կալանք, Արսենը արդեն փաստացի երկրորդ շաբաթն է անցկացնում է կալանավայրում, իր առողջության հետ անհամատեղելի պայմաններում, այս պարագայում երկակի են մեկնաբանությունները դառնում, թե ինչ է իրանից նշանակում գործը ավարտել, դա մի կողմից նշանակում է խոչընդոտել մի քանի քայլ հետ տալ փորձաքննության արդյունքների վերանայումը, որովհետև եթե գործը ավարտվի, մի քանի օր ևս կպահանջվի, որպեսզի ինքը մեղադրական եզրակացությամբ ներկայացվի դատարան, դատարանի կողմից մակագրվի, գործը ծանոթացվի, նիստ նշանակվի ու մեծ հաշվով մտավախությունս այն է, որ մինչև այս գործընթացները տեղի ունենան, այս միտեղ շտապելով, միտեղ ոչ այդքան շտապելու գործողություններով, ըստ էության, որպես պատիժ կիրառված կալանքը իրականացվի։ Այս այն ինչը որ ունենք, մենք ունենք հավաստիացումներ, որ
այս ամեն ինչը մի կողմից գործի օգտինա, արդարության օգտինա, բայց ամեն դեպքում հիմա առաջնահերթ համարելով Արսենի առողջական վիճակը, ամեն ինչ անելու ենք, չնայած մի շարք ապօրինությունների, մի շարք գործիչ բաներ, որ առաջնահերթ Արսենը կալանքից դուրս գա։ Ուզում եմ նաև տեղեկացնեմ, որ վերաքննիչ բողոքը արդեն իսկ ներկայացվել է, բայց տեսնենք ոնց իրադարձությունները կզարգանան։ Գուցեև մինչև վերաքննիչ բողոքն էլ մակագրվի արդեն գործը տեղ հասնի առաջինացիան ու այսպես այս բյուրոկրատական շղթայում հուսով եմ, որ չի տուժի Արսենի առողջությունը, նյարդերը բնականաբար կտուժեն բոլորիս, բայց հուսով եմ, որ առողջությունը չի տուժի։ Թերևս այսքանը ձեզ տեղյակ պահելու, թե ինչ են անում։ Գործը մոտեցել է ավարտին, շատ հարցեր բաց են մնացել, շատ հարցեր հապճեպ են քննվել, բայց գործը իր էությամբ և բովանդակությամբ մնացել է նույնը։ Մարդկանց կատաղեցրել են իրենց որդիների պահանջով, արդար պահանջով հանդիպում պահանջելու շրջանակներում, սպասացրել են, խաբել են, ասել են կհանդիպեք, չեն հանդիպել, պրովոկացրել են, հրահրել են քաշքշուկ, քաշքշուկի ընթացքում Արսենը ձեռնափայտն է վերցրել, ձեռնափայտով ոչ մեկին չի հարվածել, այդ ձեռնափայտ վերցնելը ընկալել են որպես ծառայողների նկատմամբ իրական սպառնալիք, այդ գործողությունները որակել են որպես խուլիգանական, մարդուն տարել են կալանավորման, հիմա էլ չգիտեմ, թե առողջական, թե բարոյական նկատառումներով արագ գործը ավարտում են այս փուլով և ուղարկում են դատարան։ Հետևությունները թողնում եմ ձեզ, ես ըստ էության միայն փաստերը ներկայացրեցի։ Լավ եղեք, ընթացքի մասին, եթե էլի իրադարձություններ լինեն, ձեզ տեղյակ կպահեմ։